Ալո, Նարե, չես լսում։ լսում եմ, Բա ինչի չես խոսում։ ասելու բան չունեմ։ Արտուր իջավ խանութ, ես մեքենայի մեջ եմ, համարյա թե Գրիգորյանի տան մոտ ենք ասել։ Ճիշտն ասած, ինձ քո աշխարհագրական դիրքը ընդհանրապես չի հետաքրքրում։ Ինչ։ Մի ծանրաբեռնի ուղեղդ, մեկա չես հասկանում։ Չեմ հասկանում ինչեր ես խոսում։ Այդ եմ ասում էլի։ Լավ, Նարե, դու իմ ամուսնու քույրն ես, գրեթե տալ ես, չեմ ուզում հետդ վիճեմ։ Շատ ծիծաղելի է, բայց ասա լսում եմ։ Նարե, ուզում էի մեկ անգամ էլ իմ կողմից քեզ հրավիրել մեր հարսանիքին, շաբաթ օրն է լինելու, հիշում ես, չէ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գալու ես, չէ։ Ճիշտն ասած, դեռ չեմ կարող հստակ պատասխանել։ Լավ, կարծում եմ այսօր կհանդիպենք, համել այդ մասին կխոսենք։ Այսօր ինչի։ Դե մենք Գրիգորյանի տուն ենք գնում։ Արտուրը ասեց, որ Սաշի հետ կապված, դե կարծում եմ գիտես, որ այսօր դատավճիռն են կայացրել։ Գիտեմ, Դե այդ պատճառով էլ հավաքվում ենք։ հավաքվում եք։ Ահա, քեզ չեն հրավիրել, ինչի։ Դու երևի մոռանում ես, որ դա իմ հոր տունն է։ Ճիշտ ես, ինչի քեզ պետք է հրավիրեն։ Կգաս, չէ։ Բարի գիշեր, Անիտա։ Ալո։ Նարե։ Չեմ հասկանում, ինձ ինչի ոչ ոք չէր հիշել։ Գնում ենք արդեն։ Դե մեզ աստղի կգա միասին եք, չէ՞ դուրս գալու։ Հա, հիմա կգամ։ Ինձ ամեն ինչ պատմեց, նենց մեղքս եկավ մամ։ Դրա համար էլ պիտի օգնենք։ Հա, իսկ ինչի եք այսքան շուտ գնում։ Ես ուղղակի շուտ չէի կարող դուրս գալ։ Ու չէի ուզում, որ առաջի անգամ ինքը մենակ գնամ։ Ախր շատ փոքր է, 17 տարեկան է, մի մոռացի։ Հետո շատ ահավոր հոգեվիճակում է։ Պատկերացնում ես երեխային մենակ ծնվելու օրն է տեսել։ Այսքան ժամանակ չի տեսել։ Մամ, ինչի՞ց է որ դու այսքան լավն ես։ Էդ երբ նկատեցիր։ Էլ կատակներ մի արա, հա։ Յա, Դու շատ լավն ես։ լավն է։ Գնացինք։ Ես զանգել խնդրել եմ, որ կուշանանք, բայց շատ չպիտի ուշանանք։ Երեխան երևի քնած կլինի։ Կգնանք։ Դե գնացեք։ Հաջողություն։ Զանգեմ Սաշին։ Ես եկա, բեսամե, Համեցեք, նստեք։ bésame mucho, como si fuera esta noche la última vez. Հիմա որ թողնեմ կերկես, չէ՞ միջևեր։ Իսկ գիտես, որ երեք ես տանից դուրս եկել եւ չես վերադարձել մինչ այս պահը։ Այո, երեք գնացի, այսօր վերադարձա։ Լսիր, բայց շատ ժամանակակից տիպն ես, հա։ Այդպես էլ կա։ Որ Քրիստոմա դու տուն ես գալիս, որովհետև ամաչում ես մնալ այնտեղ, որտեղ լինում ես։ Չհասկացա։ Այդպես չէ։ Ոչ, իհարկե։ Հորքուր ջան, ի՞նչ ես փնտրում։ Ծաղկեփունջ։ Իհարկե ոչ։ Ես կարծում եմ երկրպագուծն ընկացել է ծաղիկներ ուղարկելուց բարբերաբար եւ այս անգամ Լուսինե, այդքան անդասիրակ մի եղիր եւ մի խոսիր։ անդրադառնանք մեր թեմային։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, եթե դու մնաս քո գոքորի հետ, եթե քեզ այդպես ավելի Լուսինե, գոքոր չի։
Գարիկ, Լուսինե, գարիկ, այո, գարիկ։ Մի խոսքով մտածում եմ, եթե դու կարծում ես, որ մենք կասենք ամոթ, հա, դու հանգիստ կարող ես նման բաների մասին չմտածել եւ նրա հետ ապրել այնտեղ, որտեղ նա ապրում է։ Ես քեզ ասեմ ավելի, որ ես Գարիկի հետ կապրեմ միայն ամուսնանալուց հետո, պարզ է։ Փաստորեն դու տիպ ես, բայց ոչ ժամանակակից։ Լուսինե, հիմա կմեռնեմ քո հումորներից։ Լավ, անցնենք մյուս թեմաներին։ Մայրդ այդ աղջիկա հետ նոր գնում էր։ Գիտեմ։ Եվ ինչ, պարզեցիք նա ով է։ Հորքուր, հարցեր մի դուր, լավ։ Աստծո սիրուն, ինձ այլևս չի հետաքրքրում այդ աղջիկը, պարզ է։ Դե ուրեմն հարցեր մի դուր, լավ։ Լավ։ Պայմանավորվեցինք։ Չեմ կարող ասել պայմանավորվեցինք, որովհետև ես հաշ չտալ չեմ սիրում։ Լավ, հորքուր, դու շարունակի, ես հեռախոսով զբաղվել։ Դուրն է։ Տեսնեմ ով է։ Ներսարի ասում եմ, ներսարի։ Շատ ուրախ եմ, որ սենց ստացվեց, շատ շնորհակալ եմ։ Չէ, չարժի շնորհակալություն։ Չէ, արժի։ Ես իմ գործն եմ անում։ Կարևորը որ դու հիմա միշտ բարձր տրամադրության կմիշ։ Նստեք։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Լավ եք։ Այո, շատ։ Մենք էլ ենք լավ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալության կարիք չկա։ Ես իմ գործն եմ անում, պարոն Գրիգորյան։ Կա։ Ես քեզ վստահում էի, գիտեի, որ կանես, գիտեմ, որ ես չէր։ Իսկ հիմա ժամանակն է, որ քեզ շնորհակալություն հայտնեմ։ Չէ, պետք չի, պարոն Գրիգորյան։ Ես իմ աշխատանքն եմ անում ու շատ ուրախ եմ, որ ձեզ օգնել եմ։ Դու կարող ես այդպես մտածել, բայց ինձ համար քվարածը ավելին է, քան աշխատանքը։ Գիտես ինչ։ Համարիր, որ Ալեքսանդրի կյանքը փրկեցիր։ Պարոն Գրիգորյան։ Ես ճիշտ եմ ասում։ Համաձայն եմ։ Ուրախ եմ, որ քեզ օգնել եմ։ Ապրեք։ Ես էլ իմ տղայի պատվին։ Ոնց որ շատ հարցրեցիք։ Ռուզանին այդ տեսակ հարցեր չեն տալիս։ Ուրախությանս չափ չկա։ Ուրախությանս չափ չկա։ Ռուզան ջան։ Պարոն Գրիգորյան, մոռացա ասեմ, մի քիչ առաջ Արտուրն էր զանգել, Անիտայի հետ ուզում են գան Սաշին տեսնել։ Լավ է, որ այդպես է, դու էլ զանգիր թող Նարեն ու Լուսինեն էլ գան, հա? Լուսինեն ես կտեսնեմ այսօր։ Դու կտեսնես։ Այո։ Հիմա զանգեմ։ Այո, զանգիր։